Օգտատեր Սևակ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Բացառում եմ, որ փոքրիկն այսքան ճանապարհը միայնակ կկտրեր ու կգնար գետը, դրոնով մոտ է թվում, բայց իրականում հեռու է, եթե անգամ գնար դեպի գետ, կընկներ ու կմնար այդտեղ։ Տեղացիք ասում էին՝ Կամազը խոդի տված է եղել, հետևաբար ձայն չի լսվել, աղվեսը կամ գայլը պիտի գյուղի միջով տանեին, երեխային տեսնող կլիներ, ասում էին մեծ արծիվ կա, բայց գյուղից անգամ հավ չի տարել կենդանին, կարծում եմ կվախենար Կամազի ձայնից ևս։ Այսօր մոտ 7 կիլոմետր դրոնով զննեցինք գետը, դիմացի ժայռը ևս։ 99% համոզվեցինք, որ երեխային գողացել են, տա Աստված ողջ լինի։ Բարեկամներ, սա PR չէ, ուրախացել ենք, որ գետում չգտանք և հույս կա, որ ոստիկանները ողջ կգտնեն երեխային, աղոթենք»։ Սևակ Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, որը միաժամանակ հույզ է, տրամաբանական վերլուծություն և հուսադրող ուղերձ, վկայում է ոչ միայն հասարակական հետաքրքրության, այլև խորը անհանգստության և համերաշխության մասին։ Տիգրանի շուրջ ստեղծված գաղտնիքն օրեցօր խորանում է, բայց նաև հույսի փոքրիկ ճառագայթներ է արձակում։ Սևակ Սողոմոնյանի գրառումը տիպիկ արտացոլում է այս օրերի զգացմունքային և վերլուծական իրավիճակը։ Նա խոսում է տեղանքի ռելիեֆից, լանդշաֆտային հնարավորություններից, մարդկային ընկալման ու տեխնիկական միջոցների խաբուսիկ համադրությունից։ Դրոնով մոտ է թվում, բայց իրականում հեռու է։ Այս խոսքը մեծապես նշանակալից է։ Դրոնային տեսանկյունից գետը կարող է ցուցադրվել որպես անմիջական հարևանությամբ գտնվող հարթակ, սակայն իրական տարածական չափումները, հատկապես մանկական քայլերով, լրիվ այլ պատկեր են ստեղծում։ Բացի այդ, կարևոր է այն, որ Սողոմոնյանը հստակ տարբերակում է տեսողական մոլորությունն իրական տրամաբանությունից իր տեղում անցկացրած դիտարկումներով։ Գրառման մեջ կարևոր տեղ է տրվում համայնքի խոսքին։ Մարդիկ հիշում են, որ դեպքի պահին Կամազը խոդի տված է եղել, այսինքն շատ հնարավոր է, որ բարձր աղմուկի պատճառով ոչ մի ձայն լսելի չլիներ։ Սա անուղղակիորեն բացառում է գետի մեջ ընկնելուց բխող աղմուկի, լացի կամ վախեցած ձայնի հստակ արձանագրումը։ Սա նաև կարևոր դիտարկում է կենդանական հարձակման վարկածի տեսանկյունից։ Գայլ, աղվես կամ մեծ արծիվ անշուշտ կվախենար այդպիսի աղմուկից ու մարդկանց առկայությունից։ Բացի այդ, ըստ Սողոմոնյանի, գյուղում երբեք չի արձանագրվել, որ այդ արծիվը նույնիսկ հավ է տարել, ուր մնաց երեխա։ Նշվում է, որ դրոնով մոտ 7 կիլոմետր տարածք են զննել, այդ թվում գետի երկայնքով և ժայռապատ տարածքները։ Արդյունքում ոչ մի հետևանք, ոչ մի առարկա կամ հագուստի կտոր, որը կփաստեր երեխայի գտնվելը գետի հատվածում։ Այս բացակայությունն անուղղակիորեն ուժեղացնում է առևանգման վարկածը, իսկ եթե գետում չկա, ուրեմն ինչ-որ մեկը ինչ-որ տեղ, գուցե դիտմամբ կամ անփույթ քայլով տեղափոխել է երեխային։ Գրառման ամենաուժեղ կետը վերջին նախադասությունն է. «Ուրախացել ենք, որ գետում չգտանք և հույս կա, որ ոստիկանները ողջ կգտնեն երեխային, աղոթենք»։ Սա չի արտահայտում միայն մեկ անձի զգացմունք, սա կոլեկտիվ զգացողություն է։ Գետի լռությանը հավասար չէ հուսահատության, դատարկությունն այստեղ հույս է։ Եթե չկա գետում, գուցե կա մի տան մեջ, մի տեղանքում, գուցե մի սենյակում, որտեղ սպասում է։ Ուր է Տիգրանը, ում մոտ։ Սա այն հարցն է, որ այսօր միավորում է ամբողջ գյուղը, երկիրը, Սփյուռքը, նույնիսկ օտարազգի հետևորդներին։ Եվ եթե մի մարդ մի գրառմամբ կարող է հիշեցնել, որ գոյություն ունեն իրական վերլուծություն, մարդկային կարեկցանք ու տեխնիկական ռացիոնալ մոտեցում, ապա մենք պարտավոր ենք հետևել այդ ուղղությանը։ Տիգրանի համար ամեն ինչ դեռ հնարավոր է։ Տեխնոլոգիան, մարդկանց համախմբվածությունն ու աղոթքը միացյալ ուժ են, և եթե Սևակ Սողոմոնյանի նման մարդիկ գիշեր ու զօր կանգնած են այս գործում, առանց փառքի, առանց շահի, ապա պետք է կրկնենք նրա խոսքը՝ տա Աստված ողջ լինի, աղոթենք։ Տիգրանի ծնունդն է։ Այսօր նա դարձավ 2 տարեկան, բայց նրա տեղը դեռ դատարկ է, և մեծ հույս ունենք, որ նրա ծննդյան օրը նշելու ենք ազգովի։ Այսօր մայիսի 9 է, օր, որ պիտի նշվեր խաղալիքներով, փուչիկներով, տորթով, մոմերով, քույրիկի ծիծաղով ու ծնողների սիրով։ Այսօր Տիգրանի ծնունդն է, նա դառնում է 2 տարեկան։ Բայց հուսով ենք, որ այսօրը առանց նրա չենք նշի, և դեռ ժամանակ ունենք, որպեսզի գտնենք նրան։ Այսօր մի ամբողջ ժողովուրդ ծննդյան օրվա մաղթանքները հղում մի փոքրիկի, ում դեռ չեն գտել։ Տիգրանը չպիտի այսօր մոռացված լիներ,
Չպիտի լինի մի անուն, որը հազարավոր մարդիկ հնչեցնում են աղոթքի պես, արցունքներով ու հավատով։ Նա պիտի լիներ մամայի գրկում, իր սիրելի դիրքում, քայլեր, վազեր, ընկներ, բարձր ձայնով լացեր ու նորից ծիծաղեր։ Տիգրանը, ինչպես նշում է ընտանիքը, վազում էր, աշխույժ էր, ժիր էր, երբ ընկնում էր, այնպես էր լացում, որ բոլոր ականջները փակում էին։ Այսօր իր ծննդյան օրն է։ Նա պիտի փաթաթված լիներ մայրիկին ու ժպտար, բայց նրա համար վառված մոմերը չեն մարում, որովհետև դեռ հույս կա։ Համայնքում, երկրում, Սփյուռքում ու ամեն անկյունում մարդիկ սպասում են հրաշքի։ Աստված, կատարիր այդ հրաշքը, վերադարձրու Տիգրանին, թող այսօրը դառնա վերածննդի օր։ Տիգրանի ծնողներն ապրում են ահավոր ցավ, նրանց սիրտը չի հանգստանում։ Նրանք քնում են ու արթնանում միայն մեկ ցանկությամբ՝ նորից տեսնել իրենց երեխային։ Վերջին 6 օրերին նրանք լսել են ամեն բան՝ սութույսեր, խաբեություններ, հնարավոր վարկածներ, բայց ոչ մի իսկական լուր։ Մարմարի գետը, որ այս օրերին դարձել է ցավի և հույսի կենտրոն, լռում է։ Նա դեռ չի տվել իր պատասխանը։ Եվ հենց այսօր, ծննդյան օրը, ծնողները մի բան են ուզում՝ տեսնել Տիգրանին ողջ-առողջ, ինչպես միշտ, վազող ու ժպտացող։ Առավոտյան փրկարարները նորից կսկսեն իրենց աշխատանքը։ Այսօր նրանք կորոնեն էլ ավելի նոր ուժով։ Այսօր ոչ որպես հերթական օր, այլ որպես ծննդյան օր, որպես նոր կյանքի հույսի օր։ Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գրում են. «Տիգրան ջան, ծնունդդ շնորհավոր, քեզ սպասում ենք։ Աստված թող պահպանի քեզ ու վերադարձնի ընտանիքիդ գիրկը։ Այսօր միայն մեկ բան եմ ուզում՝ դու հայտնվես, և սա դառնա ոչ թե ամենածանր օրն, այլ ամենաերջանիկը։ Թող մայիսի 9-ը հիշվի որպես հրաշքի օր, թող ամեն քար, ամեն թուփ, ամեն ձայն այսօր օգնեն Տիգրանին գտնելու։ Եվ եթե դեռ մի բան կա անելու, դա հավատքն է, որ Տիգրանը կվերադառնա, ու մենք կտեսնենք նրա ժպիտը ոչ թե լուսանկարում, այլ իրական կյանքում»։ Նշենք, որ միևնույն ժամանակ խորհրդանշական որոշում է կայացվել Մեղրաձոր համայնքում։ Տիգրանի անհետացման պատմությունը դուրս է եկել համայնքային ողբերգության սահմաններից, դառնալով համազգային ցավ։ Այս առնչությամբ համայնքը հրապարակել է հետևյալ հայտարարությունը. «Հարգելի բնակիչներ, հարգելով վերջին օրերին համայնքում տեղի ունեցածը Մարմարի գյուղի մեր փոքրիկ Տիգրանի անհետացումը, մայիսի 8-ին Մեղրաձոր բնակավայրում նախատեսված հուշ երեկո խորագրով միջոցառումը հետաձգվում է։ Միջոցառման նոր ամսաթվի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Այս որոշումը լիովին հասկանալի է, երբ համայնքը